Օրվա խորհրդի ամենավատն էլ այնա, որ սենց գալիս ենք այստեղ, փոխանակ մեր էս սքակ նահատակ տղեկին ուրիշ նախադասություններ ասենք, ներողություն ենք խնդրում այսօրվա համար, օրվա խորհուրդն է տա, շատ դաժա, շատ տհաճա, որ այս վիճակում ենք, իմ բալիկի իմեջում ասում է, որ զիջել նշանակում է պարտվել, իմ բալիկ այսօր կնայեք 4 տարեկան իմ բալիկին գրկին նստած դա ասում է, զիջել հասկացողություն չկա, կա հաղթանակ, կա հնարավոր չի մարդ ապրի իրա կողքից իրա վրա ձեր չմեկնեն, ձեր չգցեն, հիմա մարդը, ես դա մարդուն եմ ասում, դա պետության իր նկատի ունեմ, էլի, հիմա պետությունը պետք է այնքան ուժեր լինի, որ իրան կողքերից իրան վրա ձեր չգցեն, ժողովուրդ ջան, հիմա ես չգիտեմ ոնց են մտածում, ինչ են մտածում, շնորհակալ եմ, որ 8 միլիարդի զենք են առել, շատ շնորհակալ եմ ապրեն, բայց այդ զենքը առնողին են մի հատ կոմենտ էի գրել, 100-ով կլաս են դրել, կոթին պիտի տեր լինի, այդ 8 միլիարդի զենքը որ առել է, պիտի տերել լինի այդ 8 միլիարդի զենքը նենց օգտագործի, իհարկե եթերներ կան, այդ առանց եթերների չեմ ասում, չասեք ես գեղացին էսով, բայց այդ 8 միլիարդի զենքը պիտի նենց օգտագործեն, որ աշխարհը մեզ հաշվի առնի, որ այսով էս ինչ պետություն է։ Պարոն Չելինկայան, նախորդային բանակի ծննդյան նախորդ օրը հենց որոշվեց հասկացած ես օր դարձնել, միտում տեսնում եք, ես տեսնում եք, որ այսօր այդ երեկվա ակտիվությունը չկա իշխանականների, ինչու՞ չէ։ Իշխանական եղել է, ես չգիտեմ, այսօր ովքեր են եկել, ես դա չգիտեմ։ Դե ուրեմն, ես գիտեմ, ուրեմն իմ ընկերների մեջ մի քանի անգամ վեճ է եղել, կառավարական գալը պետք է ես էդի նկատ ունեմ, դա հատուկ արվել է, որ այսօր կառավարությունը կառավարական ձևով չկա բանակի տոնի համար, որովհետև ինչ-որ միտեղ երկնային միտեղ գրված է, որ մենք բանակ չունենք, մենք բանակը կամաց քչացնում ենք, թե ծառայությունը, թե սպառազինությունը, թե ամեն ինչը, հենց դրա համար։ Ես իմ ընկերների հետ վիճել եմ, ասել եմ, որ երկու բանը իրար օր դրել եմ, որ այդ որտեղ եք տեսել, որ մի երկրի ղեկավարություն 2 օր նույն տեղը գնա միջոցառման, այդպես մեն չի կարա լինի։ Հիմա նա հատուկ արվել է, հետուկ եկել են, ստեղ շարվել են, նկարել, մաքուր ոչ մեկը չկար, այդպես նկարվել են ու գնացել, դե հիմա ես ինչ կարամ ասեմ իրանց փոխարեն։ Դա իմ համար ընդունելի չի, իմ ընկերներից ոմանք էլ նեղացել են, հետո բացատրել եմ, հետո հասկացել եմ։ Պետք չի եղել, որ նույն ոնց ասեմ, նույն առիթով 2 տոն, մի հատ սքով, մի հատ էլ բան, այդպես ոնց կլի։ Ոնց կլի, սքի մեջ ես օրինակ, սքի մեջ երեք ու մեկ էլ այսօր իրիկունը ժամը 12 անցնի, ես ոգևորված գամ ու մեկ էլ բանակի տոն տոնը, որ ես բանակի իմ համար ամեն ինչ արժի։ Ոնց կարա տես բանանի։ Չեմ ասում են, որ սքակիր մայրեր, սքակիրի հարազատներ, ընկերներ կորցրածներ, լիքը մարդիկ։ Այդ ոնց եղա, որ երեք գան ստեղ սուքան են, այսօր էլ գան ստեղ, չգիտեմ, ձեր ասած խորհուրդը սենց ներկայացնենք։ Դե ասեք ժողովուրդ։